Բան գրառում գրեմ, հետևյալն է։ Ալեքսանդր Մակեդոնացի ժամանակին ասում էր, որ անգամ ոչխարների բանակը կարող է, եթե առյուծ ղեկավար ունի, կարող է հաղթել։ Եվ հակառակը, առյուծները, եթե ունեն ոչխար զորավար, պարտվում են։ Ես ուզում եմ նախ եւ առաջ շնորհավորեմ մեր առյուծ բանակը այն կապակցությամբ, որ նա հիմնադրվել է առյուծ հիմնադիրների կողմից եւ դրա շնորհիվ մենք ունեցել ենք բոլոր հաղթանակները եւ ուզում եմ մաղթեմ, որ մեր բանակը շուտով նորից ունենա առյուծ ղեկավարներ, որպեսզի դուրս գա այս նվաստակցի պարտությունների ցիկլից։ Պարոն Զուրաբյան, երեք նշվում է իշխանությունը ստեղ է եկել հունվարի 27-ը որոնք պատերազմներում նստվածքների հիշատակի օրն է, զրուցում քաղաքացիների մարդկանց նստվածքների ծնողների հետ, ասում են ինչու է հունվարի 27-ը եւ ինչու է երկու օր կարծես գալիս է եղավ իշխանությունը երեք եկավ այդ Ես դրա մասին եմ արտահայտվել, ըստ էության այդ օրը ուղղակի իրեք ես համարում եմ իշխանության կողմից մեծ սրբապղծություն, որ այդ օրը իրենք հիմնադրել են այսպես ասած, որովհետև այդ են մարդիկ են, ովքեր ում պատճառով եւ ովքեր զոհաբերել են հազարավոր մարդկանց կյանքը։ Իրենք են զոհաբերել, իրենք են ասել, որ մենք գնում ենք չգնացինք կարգավորման, որովհետև մեզ պետք էր որ մեզ դավաճան չասեն։ Հետո էլ վերջան փոխեցին, ասացին, որ մենք չգնացինք կարգավորման, որպեսզի կայանա երկխոսությունը Թուրքիայի հետ եւ հաստատություն Ադրբեջանի հետ։ Անցած տարվա ուղերձն է Փաշինյանի։ Հիմա այդ մարդիկ, որոնք ասում են, զոհաբերել են հազարավոր մարդկանց կյանք, իրենց քաղաքականությամբ, իրենց իշխանությունը պահպանելու, իրենց տերերի ակնկալիքները արդարացնելու համար։ Այդ մարդիկ հիմա գալիս են օր են հիմնադրում այդ իրենց կողմից զոհաբերված մարդկանց հիշատակը արգելելու համար։ Ես կարծում եմ սա սրբապղծություն է։ Պարոն Զուրաբյան, դուք հայտարարեցիք Համագումարին։ Համագումարը չէ վերջինը, որ հայտարարեց այդ տեխնոլոգիության մասին։ Չէ, դա համագումարին չենք հայտարարել, դա հետո ծրագրի ինչ հետո որոշում կայացվեց։ Հա, ամեն դեպքում դուք այդ օրը հայտարարեցիք, որ ձեր տեխնոլոգիության մասին հայտարարելու զուգահեռ, որ սկսում եք նաև քաղաքական դաշտ երկնարկումներ, հնարավոր միավորումներ կապված բավականին անցել է, պարոն Զուրաբյան, ինչ-որ հստակություն կա քաղաքական ուժերի հետ բանակցություններից արդյունք կա եւ այդ օրը ասացիք, որ դեռ անունը չեք տա ում հետ ինչի շուրջ եք բանակցում։ Կարող եք այսօր ասել, օրինակ կան ուժեր, որոնց հետ բանակցությունները արդեն արձանագրել եք, որ արդյունք չեն տալիս։ 100 անգամ ասել եմ, մինչև արդյունք չլինի, ոչ անուն եմ տալու, ոչ խոսելու եմ այդ process-ի մասին։ Հազար մի բան խոսում ենք, բանակցում ենք, բայց եթե արդյունքը դեռ չկա, ինչի մենք դրա մասին խոսենք։ Արդյունք կլինի, խոսենք։ Իդեպ ես ձեզ մի բան ասեմ, այո, մենք կարծում ենք, որ միավորումները կբերեն ավելի արդյունավետ պայքարի, բայց մենք նաև չենք մոռանում, որ չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ միգուցե դա չի համախոհ։ Եվ մենք ունենք մեր գաղափարները, մեր ծրագրերը, մեր ասելիքը, որը իրավունք չունենք չներկայացնենք մեր ժողովրդին։ Իսկ ըստ ձեզ այդ համախմբումը, եթե ի վերջո չստացվի, այսինքն այնքան լայն, ինչքան որ հիմա տարբեր գործիչներ այդ դուք նշում եք, դա կնվազեցնի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հավանականությունը։ Իհարկե ավելի արդյունավետ կլինի ու հենց դրա համար էլ մենք այդ համախմբման մասին խոսում ենք, իհարկե ավելի արդյունավետ կլինի, եթե համախմբումը կայանա։
Բայց ես չեմ կարծում, որ եթե չի կայանում, ինչ որ մենք պետք է հուսացնենք, համարենք խաղը արդեն տանուլ տրված եւ այլն, ոչ։ Չէ, նկատի հավանականությունը կնվազի ավելի հաջողության հասնելու, այսինքն հեռացնելու։ Բնական է, եթե մենք չհամարենք, որ միավորմամբ ավելի արդյունավետ կերպով կլուծենք Նիկոլ Փաշինյանի հեռացման խնդիրը, մենք չենք մտնում չէ դրա մեջ։ Պարոն Զուրաբյան, մինչև Փաշինյանի հեռացման խնդրի գալը, լուծմանը գալը, շարունակում են պրոցեսները գեոպոլիտիկ, հանրապետությունը ասում են, որ բանակցում է խաղաղության շուրջ, ինչու Ադրբեջանը մինչ այս պահը երևս հստակ դիրքորոշում չի հայտնել այսպես կոչված պայմանագրի, խաղաղության պայմանագրի, նախաստորագրված համաձայնագրի վերաբերյալ ստորագրելու է, թե ոչ, ըստ ձեզ ի վերջո այդ ստորագրության ականատես կլինենք, թե ամեն դեպքում այս ձգձգումը ունի իր պատճառները եւ Ադրբեջանի երկարաժամկետ պլանների մեջ է մտնում։ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է։ Չնայած մեր բոլոր զիջումների, չնայած այն հանգամանքի, որ մենք ընդունել ենք ամեն ինչ որ իրանք մեզ թելադրել են, իսկ մեր կողմից ոչ մի բան չի ընդունվել, Ադրբեջանը իր ստորագրությունը վերջնական այդ խաղաղության պայմանագրի տակ չի դնում։ Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև մեծ հաշվով Ադրբեջանը դեռ փայփայում է Սյունիքի անեքսիայի հույսը։ Նրանք ստորագրում են դա, նրանց հակահայկական հայատյաց համակարգային պրոպագանդան խոսում է դրա մասին։ Իսկ ամերիկյան ներկայությունը ինչի մասին է։ Դուք նկատում եք թրիփը։ Այո։ Երաշխավոր չեն, թե ուղղակի վկա է միջնորդ են, ինչ են։ Չէ, թրիփը դա իրականում գործարք է Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ ըստ էության այդ գործարքի ամբողջ իմաստը այն է, որ Հայաստանի տարածքով պետք է ապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ։ Ամեն դեպքում ասում են սուվերենության խնդիր։ Հիմա մենք դա վերլուծել ենք, ելի ներկայացրել ենք արդեն հանրությանը, որ մենք տեսնում ենք, որ իրականում չնայած այդ փաստաթղթի մեջ ամեն նախադասության մեջ ճխտած է ինքնիշխանության մասին դեկլարացիա, այնուամենայնիվ այդ ինքնիշխանությունը չի պահպանված։ Ամենակարևոր կետը, որի մասին մենք խոսում ենք, հետևյալն է, որ Հայաստանի կառավարությունը բացառիկ լիազորություն է տալիս Թրիփ զարգացման ընկերությանը 100 տարվա ընթացքում այդ տարածքում, որը կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հետ, որևէ բան նախագծելու, կառուցելու, պլանավորելու եւ այլն եւ այլն։ Ինչը նշանակում է, որ եթե այդ կետը չփոխվի, իր դա դեռ իրավական ուժ չունի։ Եթե այդ կետը չփոխվի, դա նշանակում է հետեւյալը, որ Հայաստանը օրինակի համար չի կարող սուվերեն որոշում ընդունել նրա մասին, որ կառուցի երկաթուղի, որը կկապի Հայաստանը Իրանի հետ։ Դուք եթե իշխանության մասին եք, այդ կետը կփոխվի եւ ո՞րն է ձեր այլընտրանքային օրակարգը, որովհետեւ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ընդդիմությանն են մեղադրում հակնդիր հակադեմ օրակարգեր չբերելու եւ դաշտում այսպես դատարկություն թողնելու Փաշինյանի ռետորաբանության համար։ Այդ ամենամեծ կեղծիքն է, որ իշխանությունը տարածում է մեր մասին, որովհետեւ իրենք ասում են, որ լավ թե վատ, հա, պարտվել ենք, ջարդվել ենք, ինչ ենք արել, հիմա խաղաղության ծրագիր ունենք ու մենակ մենք ունենք եւ ալտերնատիվ չկա։ Սա մեծ սուտ է, որովհետեւ կոնկրետ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել TRIP plus BRICS պայմանական անունով ծրագրով, որի գլխավոր գաղափարը հենց դրանում է կայանում, որ մենք պետք է միջազգային կոնսորցիում ստեղծենք, որը այդ TRIP-ի ուղղում, որը սպասարկելու է բացառապես Ադրբեջանի շահերը եւ աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնների շահեր, որոնք շահագրգռված են, որ Թուրքիան կապի, ասենք, բանի Միջին Ասիայի հետ։ Հա, մենք դրան պետք է ավելացնենք այն ինչ որ մենք կոչում ենք BRICS-ի կոմպոնենտը, այսինքն միջազգային կոնսորցիում, որը պետք է սարքի Հայաստան-Իրանին կապող երկաթուղի։ Ըստ էության Հայաստանի միջոցով Սևծովը Պարսից ծոցի հետ կապող երկաթուղի։ Դա շատ լավ մշակված պրոյեկտ է, 3.2 միլիարդ դոլար գնահատված, չինական մասնագետների կողմից
մանրամասն գծագրված։ Այդ մենք ունենք մեր ձեռքումը դա եւ մենք իշխանության գալուց առաջին խնդիրը դնելու ենք հենց դա, որ վերականգնենք աշխարհաքաղաքական բալանսը, ստեղծենք, այո, մենք հասկանում ենք, որ միջազգային պարտավորություններ կան, մենք չենք կարող դրանք մերժել, մենք չենք կարող պայթեցնել խաղաղության process-ը Հայաստանի շուրջ, բայց մենք կարող ենք բարելավել ու առաջին հերթին վերականգնելով մեր ինքնիշխան իրավունքը։ Ի վերջո ես հարց տամ, էլի պարոն Զուրաբյան, դուք խոսում եք ձախողումներ, օրինակ Փաշինյանի վերջին տարիներին այն որ ռազմատեխնիկա պարամետրերով որակով ձեռք է բերվել, որ երբևէ ձեռք չի բերվել Հայաստանում։ Գիտեք, ես շատ մեծ անվստահություն ունեմ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որովհետև իմ աչքի առաջ գալիս է այն տեսարանը, երբ որ ինքը առել էր Su-30 SN բաները, ինքնաթիռները, հետ գնացել էր, բարձրացել էր, ֆոտո էր անում, ցուցադրում էր, որ արդեն սրանով համարյա կանխվում է պատերազմի հնարավորությունը, որ ինչ լուրջ տեխնիկա են առնում, իսկ հետո պարզվեց, որ ինքը չի առել դրա հետ կապված հրթիռները, չի առել օդաչուների տրեյնինգի հետ կապված ծառայությունները, բաները, պահեստամասերի սպասարկումը եւ այլն եւ այլն։ Այսինքն դա, որի ծախսելով հարյուրավոր միլիոն դոլարներ այդ Su-30 SM ինքնաթիռների վրա, մենք ձեռք էինք բերել մետալալոմ էինք ձեռք բերել, որը պատերազմի ժամանակ ոչ մի դեպք չկատարեց։ Հիմա եթե ես ոնց կարող եմ այդ մարդու ասածներին այս բանից հետո վստահ։ Պարոն Զուրաբյան, բանակի մասին կարծում եք, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը բանակ է շարունակում մնալ, թե օրինակ ինչպես իշխանությունը պնդում խաղաղության պայմանագրերը։ Իր բանակը ինչ դերունի է։ Հիմա ոչ մի երաշխիք չկա խաղաղության։ Սա ընդհանրապես նախընտրական զինադադար է, որը Ալիևը կնքել է Հայաստանի հետ միայն մեկ նպատակով, որ Հայաստանում ամրապնդի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այսինքն իրանք պետք է այդ բոլոր ժեստերը լինելու են, ադրբեջանական նավթ, չգիտեմ, էլի ինչ որ բաներ կանեն, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնի Ադրբեջանի գեներալ գուբերնատորի պաշտոնը Հայաստանում։ Բանակի դերը, պարոն Զուրաբյան։ Բանակի դերը, անվտանգության երաշխիք չի արդյոք բանակը։ Դե հիմա ես հենց այդ եմ ասում, իրականում ոչ մի երաշխիք այսօր գոյություն չունի, ոչ Միացյալ Նահանգներն են այսօր երաշխավորի, իրենք չեն էլ ստանձնել երաշխավորի դեր։ Մյուս կողմից ասում եմ, ստեղծված է աշխարհաքաղաքական մի հատ լարվածություն, որովհետև այդ թրիփով անտեսվում են օրինակի համար Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի շահերը, հետևաբար մենք իրականում ոչ թե ինչ-որ երաշխիքների պայմաններում ենք հայտնվել, այլ հակառակը երաշխիքների բացակայության պայմաններում։ Այդ երաշխիքները պետք է կառուցել, ու այդ երաշխիքներից գլխավորը պետք է լինի այդ ինչ-որ ես ասում եմ, որ մենք կարողանանք նորից վերականգնենք աշխարհաքաղաքական բալանսը։ Մենք այն դաշնակիցներին, որ ունեցել ենք, իդեմս Մինսկի խմբի, նորից ունենանք։ Եվ բանակը պետք է լինի բաղադրիչ երաշխիքների եւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումը պետք է լինի բաղադրիչ, ընդ որում բոլորի հետ։ Մենք ասում եմ, մենք չենք մերժում եվրոպական միության հետ համագործակցությունը, մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այս process-ների մեջ, բայց մենք հասկանում ենք, որ դա ունի սահմանափակ հնարավորություն։ Դրկին ուզում էի այդ մեր քաղաքական քննարկումներից հարցնել։ Տեսեք, բոլորը, գրեթե բոլորը ասում են, որ փորձենք
համախմբում ձևավորել ավելի արդյունավետ նպատակային հասնելու համար Փաշինյանի հեռացմանը, բայց ըստ էության մինչև հիմա որևէ համագործակցության ձևաչափ դեռ չկա պաշտոնապես ձևավորված։ Հիմա դուք ձեր քննարկումներից ելնելով ինչ կարող եք ասել, եթե ընդդիմադիր դաշտում գլխավոր խնդիրը ձևակերպված է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այդ ինչի շուրջ չի ստացվում քաղաքական ուժերին գալ համաձայնության, ծրագրային խնդիրներ են, գաղափարական հարցեր են, ներանձնային խնդիրներն են, այսպես որ ընդհանուր գծերով տալ այդ պատկերը ինչն է գլխավոր խոչընդոտը։ Դուք գիտեք, շատ վառ բան եք ինձ առաջարկում, որ ես հիմա սկսեմ մեղադրանքներ, մեղքեր փաստել, մեղադրանքներ ներկայացնել եւ այլն եւ այլն։ Ես կարող եմ ընդհանրապես ասել, մեր դիրքորոշումը շատ ճկուն է։ Մենք առաջարկել ենք այդ կոմիտեի մոդելը, որտեղ այդ լիդերության համար պայքարից խուսափելու համար մենք ասում ենք եկեք ստեղծենք կոմիտե, որը հետագայում կընտրի, ասենք, վարչապետի թեկնածու։ Հասկանում եք, դա շատ ճկուն մոդել է, մենք առաջարկել ենք, ոչ ոք չի մերժում հետքում, բայց գործը առայժմ առաջ չի գնում։ Այսինքն լիդերության շուրջ ամեն դեպքում կան խնդիրներ։ Իսկ դուք ոնց եք կարծում, ոնց կարող եք Բանամ է ձեր բանակցությունները։ Բայց մենք ասում եմ, չնայած մենք շատ վճռական ենք, որ կոնկրետ ISN-ին տեխնոլոգիան գնանք եւ կռվենք մեր տեսակետների հաղթանակի համար, բայց մենք նաեւ ճկունությունը պահպանում ենք, որ եթե ինչ-որ իմաստալից, բովանդակալից միավորում առաջարկվի կամ մենք կարողանանք համոզել, մենք կարող ենք գնալ նաեւ կոմպրոմիսային վարչապետի, կոմպրոմիսային ծրագրի ստեղծման ուղղությամբ։ Դաշտում եղած տեխնոլոգիաների ամենաընդունելին այս բանի ուղղում եք համարում, որ կարող եք միասնական Գիտեք, ես ընդունելի հիմա տեխնոլոգիաների չեմ խոսում, ես կարող եմ մի բան ասել, որ ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ, հա, բանա, Կարապետյանն ենք քաղաքական ուժն, հա, իհարկե բանակցում ենք։ Ինչ արդյունք է։ Բայց եթե ես ասում եթե արդյունք կներ, կասեի էլի։ Ես իրանք կներեք, իրենք ասել են, որ կա հայտարարեն։ Լսեք, ես ձեր շպիոնը չեմ։ Չէ, Նարեկ Կարապետյանի տեխնատությունը որպես վարչապետ, ըստեյության իր տեխնատությունն է պատասխան հայտարարել։ Չէ, ես ուզում ասեմ, ես հետևյալն եմ ասել, որ իրանք հիմա ունեն այդ հնարավորությունը ստեղծել համազգային լուրջ քաղաքական համախմբում։ Իրանք սա կախված, իրանք այդ աստեղային ժամի հնարավորությունը ունեն։ Իրանք սա կախված, իրանք իրենց աստեղային ժամը կստանան, թե բաց կթողեն։ Բայց մեր կողմից կա ճկուն պատրաստակամություն, ինչ-որ մի միասնական թիմ ստեղծելու ուղղությամբ։ Պարոն Զուրաբյան, ես պատասխանեցի հարցին, ասում եք, որ ամբողջական, այսինքն տարբեր քաղաքական ուժեր հենց դաշինք ձևավորեն, ֆորմալ դաշինք ունի Մերձևովի քաղաքական ուժի շուրջ, մեծ ցուցակ ձևավորվի, դա եք ասում, որ իրենց շուրջ ստեղծեն լայն համախմբում։ Այսինքն կոնկրետ ուժերի հետ միավորվել։ Պարոն Զուրաբյան, Ես խոսում եմ լայն համախմբման մասին։ Քաղաքական ուժերը, որոնք ասենք իրատեսական են, ռացիոնալ մտածողություն ունեն, կիսում են նաև այդ մեր ծրագրերը, օրինակի համար Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ, իրական խաղաղություն բերելու ուղղությամբ, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ։ Եթե այդ ուժերը միասին կազմեն մի համախմբում, եւ այո, բնականաբար մի ցուցակով գնան ընտրությունների, բայց իհարկե դրա մասին է խոսքը։ Այդ լիդերների մասին հարցին չպատասխանեցիք։ Ինչ հարց։ ամենաընդունելին հիմա դաշտում եղած տեխնատուների պատասխանում եք Կարապետյանի բայց Չէ, ես իրանք էլ դեռ չեն հայտարարել իրենց լիդերներով, չէ։ Լավ, ովքեր կան հիմա դաշտում, Ես ընդհանրապես խոսում եմ ուժերի մասին։ Ձեր շուրջ համախմբի ներկայումս ընդդիմադիր դաշտից հանդես եկող Լսեք, ես գեղեցկության կոնկուրսի ժյուրի անդամ չեմ, որ հիմա ասեմ ով է ավելի համակրելի կամ ոչ համակրելի։ Մեր համար կարևորը այնպեսի գործիքներ ստեղծենք, որ կարողանանք երկրում ինչ-որ բան փոխենք դեպի լավը, դրենք ճիշտ ռելսի վրա մեր երկիրը։
Ընդհանրապես սա է։ Ինչ է հիմա այս մեկը ավելի է դուր Չէ, գալի։ օրինակ Դուր Հրաչյա գալով չի։ Հովհաննիսյանը մեծ հետ զրույցում այդ Եռաբելության պանթոնում նշում է, որ աճ ու ցախ վարչապետի տեխնատուներ հայտարարելու process չի սա եւ որ այո նաեւ պետք է միասնական մեկ դիքեյթ անել։ Հիմա ես ուզում ասեմ, քանի որ դուք նաեւ չեք բացառում դա, ձեր անձի շուրջ այդ դաշտում եղած ընդդիմադիր ուժերը ըստ ձեզ կհամախմբեն կամ ձեր քննարկումները, որոնք այդ ընթացքում եղել են, դուք ինչ եզրահանգման եք գալիս։ Ես հենց նոր ձեզ ասացի, որ դուք իզուր տեղը ջանքեր եք գործադրում, հիմա էներգիա եք ծախսում, փորձելով խորանալ հարցերի մեջ, որոնց մասին ես չեմ խոսելու։ Լավ, պարոն Իզուր տեղը մի բան արեք։ Դրանք հարցեր, որոնք այո Կմրսեք, առողջությանը վնաս կտակ, պետք չի։ օրինակ իրենք նաև Էդմոն Մարուքյանի հետ կարծես թե չէին բացառում համագործակցությունը դուք կհամախմբեք ընդհանուր օրինակ Կարապետյանները, Մարուքյանը։ Հիմա մենք պետք է նստենք, որոշենք, թե Էդմոն Մարուքյանի հետ համախմբում ենք, թե չենք համախմբում։ Կարծում եք դա այսօրվա քաղաքականության, Հայաստանի քաղաքականության ամենակարևոր հարցն է։ Ես չեմ կարծում։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Եվս մեկ անգամ շնորհավոր։ Ապրեք ձեր տոնները։ Ագրեսիվ է։ Արի լավ է մեզ կոչել։